զգացմունք, որի համար երբեմն քիչ են բարև բոլոր շապիկները։ Այն սովորաբար ծնվում է սպասումից, երբեմն էլ սխալվելուց հետո վերականգնվելու և ներելու աստվածածան ուժից։ Սերը ժամանակի հետ փոխվում է, կամ անհետանում, կամ դառնում ավելի խոր, ավելի համարձակ ու պատասխանատու։ Այսօր խոսելու ենք սիրո մասին, ոչ թե կատարյալ, այլ իրական ու կենդանի։ Այն սիրո, որ մարդիկ ընտրում են ամեն օր ապրելու համար։ Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, կլինեմ պղնձե շեփորի նման, որ հնչում է, կամ ծծղաների նման, որ ղողանջում են։ Եթե մարգարեություն ունենամ, բոլոր խորհուրդներն իմանամ ու ամբողջական գիտությանը հասնեմ, և եթե լիակատար հավատ ունենամ, մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ չարժեմ։ Եթե ամբողջ ունեցվածքս բաշխեմ աղքատներին և մարմինս կրակի մատնեմ, բայց սեր չունենամ, ոչինչից չեմ օգտվի։ Սերը մեծահոգի է, բարյացակամ։ Սերը չի նախանձում, չի մեծամտանում, չի գոռոզանում, անամոթ արարք չի գործում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ բաժնեկից է լինում ճշմարտությանը, միշտ տոկում է, միշտ հավատ է ընծայում, միշտ հույս է տածում։ Եթե նույնիսկ պակասեն մարգարեությունները, լռեն լեզուներն ու անհետանա գիտությունը, սերը երբեք չի վախճանվում։ Սիրո մասին այսպես է գրել Պողոս առաքյալը Կորինթացիներին ուղղված իր հայտնի նամակում։ Կյանքի մեծագույն իմաստը հենց տղամարդու կնոջ միջև այդ քիմիան է, որը կոչվում է սեր։ Ու ինչու է դա ամենամեծ քիմիան, որովհետև դա ամենամեծ նվերն է Աստծո կողմից։ Եթե ուշադրություն դարձնեք, միակ տեղը, երբ Աստված մեր մեջ կանգնում է ու մենք խոսք ենք տալի Աստծուն, դա միայն եկեղեցում է ու ամուսնանալուց։ Ուրիշ ոչ մի տեղ այդպիսի բան չկա, այսինքն եղբայրների միջև, մոր ու զավակի միջև, ընկերների միջև չկա այդպիսի բան։ Միակ տեղն է։ Եվ դա էլ կարծում եմ մեծագույն նվերն է։ Աստծո ներկայությունը քո կյանքում դա հենց ամենամեծ սերն է, իսկ դրա ամենամեծ դրսևորումը կին տղամարդ կապն է։ Սերն իսկապես խորհրդավոր ու արտասովոր զգացմունք է։ Յուրաքանչյուր անհատ սիրում է իր բնությանը հարիր լեզվով։ Յուրաքանչյուր ազգ սերն արտահայտում է ըստ իր ինքնության, սովորույթներով, ծեսերով ու խորհրդանիշներով։ Սակայն բոլորին կապողը նույն ջերմ զգացումն է։ Գրեթե ողջ աշխարհում սիրո տոնն ընդունված է տոնել փետրվարի 14-ին, Սուրբ Վալենտինի տոնին։ Այդ օրը բոլոր սիրահարները շնորհավորում են միմյանց, սեր խոստովանում ու զանազան ընծաներ նվիրում։ Ո՞վ է Վալենտինը։ Երրորդ դարի հռոմեացի սրբադասված անձ, որի մասին միակ հավաստի տեղեկությունն այն է, որ նա հատակվել և թաղվել է Հռոմի հյուսիսում գտնվող Միլվյան կամրջի մոտ հենց փետրվարի 14-ին։ Սուրբ Վալենտինի մասին լեգենդները շատ են, ըստ դրանցից մեկի նմանատիպ տոնակատարություն եղել է հին Հռոմում։ Բնակչության ծնելիությունը բարձրացնելու նպատակով յուրաքանչյուր տարի փետրվարի 14-ին կազմակերպվել է Լուպերկալիա կոչվող էրոտիկ փառատոնը նվիրված Յունոնա աստվածուհուն։ Բոլոր չամուսնացած աղջիկներն իրենց անունները գրում էին թղթի վրա, գցում ընդհանուր զամբյուղի մեջ, իսկ ամուրի տղամարդիկ քաշում էին մեկական թուղթ։ Ում անունը գրված լիներ թղթի վրա, մոտակա 1 տարին պարտավորված էին սիրային հարաբերությունների մեջ մտնել միմյանց հետ։ Հաջորդ օրը, փետրվարի 15-ին, տղաները մերկանում ու սկսում էին վազել քաղաքով մեկ, փայտերով հարվածելով ճանապարհին հանդիպող կանանց։ Վերջինները հաշտված էին այս տարօրինակ սովորույթի հետ և չէին ընդդիմանում։ Սիրո տոնը կարող է լինել ամեն օր։ Այդ արդեն կախված է մարդուց։ Մենք մի քիչ ապրում ենք տաբուներով, մեր հասարակությունը ապրում է տաբուներով, սենց պետք է լինի, սենց պետք է լինի, սիրո տոնի սա պետք է լինի, կնոջը սիրելուց սա պետք է լինի, բայց իրականում ոչ մի բան էական չի, ոչ օրինակ, ինչ որ էական այս կյանքում ոչ ծաղիկի չափսը կամ գինը եւ առհասարակ կապ չունի սիրո տոնը, թե սիրո տոն չի, դու պետք է քո սերը կարողանաս միշտ արտահայտել, ոչ թե սպասես, որ հենց այդ օրերը գա, այդ օրերին դու քո սերը արտահայտես։ Այնպես որ ոչ մի այդպիսի հատուկ նշանակություն չեմ տալիս, բայց նաեւ ինչ որտեղ ընդունում եմ ու շարժում նաեւ հասարակության այդ ճանապարհով։ Մեկ այլ
Առավել ընդունված լեգենդի համաձայն հին Հռոմում ապրել է մի բժիշկ հոգևորական Վալենտին անունով։ Երբ բանակը համալրելու նպատակով իշխանության գլխին կանգնած Կլավդիոս II-ն արգելել է ամուսնությունները, Վալենտինը գաղտնի ամուսնացրել է սիրահար զույգերին։ Գաղտնի ամուսնություններ իրականացնելու համար Վալենտինին ձերբակալում են եւ փետրվարի 14-ին դատապարտում մահապատժի։ Հոգևորականն արդեն սիրահարված էր բանտատիրոջ կույր աղջկան, որին էլ գրում է իր կյանքի վերջին երկտողը, որ կարդալուց հետո աղջիկը հրաշքով առողջանում է։ Քո Վալենտին։ Ոստի մինչ այսօր սիրո տոնին արված բոլոր խոստովանությունները մակագրվում են հենց այդ երկտողով։ Ինձ համար սերը դա առաջին հերթին մենքի գաղափարն է, այսինքն որտեղ երկու տարբեր մարդիկ հանդիպում են իրար եւ չկա ես եւ դու, այկանք մենք միասին նույն ճանապարհով։ Ինձ թվում է սերը դա նախ եւ առաջ զոհաբերություն է։ Երբ որ դու զոհում ես շատ բաներ հանուն դիմացինի երջանկության, հանուն հարաբերությունների երկարատևության ու հանուն նրա, որ սերը ապրի։ Նախ եւ առաջ դա կարողանալ զոհել։ Մենք հայերս մեր մշակույթում նույնպես ունենք առանձնացված սիրոտոն եւ դրան համապատասխան ծեսեր։ Հնում իրար սեր ենք խոստովանել կրակի լեզվով։ Տրնդես փեշտվառե, որ ազատվես օցեչարե, տրնդես մխիդին տես, մեփութ ցանես, հասար քաղես։ Սիրոտոնը հայ մշակույթում հիմնականում տիարան ընթարաճն է, տրնդեսը։ Այն ունի հեթանոսական ծագում, բայց ստացել է նաև քրիստոնեական նշանակություն։ Կրակ վառելու ավանդույթը գալիս է հեթանոսական բազմաստվածության ժամանակաշրջանից։ Հայոց մեջ այն կապված է միհր կամ տիր աստվածների պաշտամունքի հետ։ Տոնի գլխավոր նպատակը եղել է կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա եւ հմայական ճանապարհով ուժեղացնել արևի ջերմությունը։ Ավելի ուշ ձևավորվելու խորացել են կրակի միջոցով բազմապիսի գուշակություններ անելու սովորույթները, կապված ցանքի ու բերքի, տարվա հաջողության ու սերունդների բարգավաճման հետ։ Դրանց վառ վկայությունն է տոնական ուտեստներում հատիկ եղենի գերակշռությունն ու տոնական համակարգում նորահարս նորափեսայի դերակատարումը։ Սեր ասվածի մեջ ամենակարևոր բանը դա հարգանքն է։ Հարգանք մեկը մյուսի նկատմամբ։ Եթե ինչ-որ մեկի մոտ ցանկացած մի բան պակասեց, ապա այդ հարաբերությունները չեն կարող երկարատև լինել։ Այսինքն սերը հարգանք է ծնում, հարգանքը սեր է ծնում։ Այսինքն ուզում եմ ասել ամեն ինչ իրար հետ ի վերջո փոխկապակցված է։ Իրականում երբ որ ես Իրանուշին հանդիպեցի առաջին անգամ, ինքը շատ հետաքրքիր իրավիճակ էր, ես նստած էի իմ համար իմ սրճարանում ու իմացա, որ ընկերոջս մոտ շատ գեղեցիկ մի աղջիկ է եկել, իր ծանոթներից է, իրանց ընկերոջ ծանոթներից է, եւ ասացի լավ մոտ գնամ տեսնեմ ինչ աղջիկ է որ եկել է իրանց մոտ, գնացի, ոնց որ այդ ժամանակ բոլորը մի տեսակ են վիճակում են, որ սպասում են ես ինչ-որ մեկին գտնեմ իմ կյանքում, ոնց որ իմ ընկերները, իմ ծանոթները անդադ այդ հարցն էին տալիս, դե երբ ես նորմալ աղջիկ գտնելու, կյանքդ կապելու եւ այլն, այդպես ես էլ նստած իմ համար սպասում եմ, երբ այդ նորմալ աղջիկը գալու իմ պատկերացրած, այդպես եկավ, Սիրանուշը եկավ։ Քրիստոնեության ընդունումից հետո տոնը հիշատակվում է որպես 40 օրական Հիսուսին տաճարին ընծայմանոր եւ հաշվարկված է հունվարի 6-ից սկսած։ Այն վերանվանված է Տիարան ընթառաջ եւ կապվում է Սիմոն Ծերունուն հանդիպելու աստվածաշնչյան հայտնի պատմության հետ։ Հայաստանի բոլոր շրջաններում այն գրեթե նույնությամբ է կատարվել եւ ունեցել է իր տեղական անվանումները՝ Տիարան ընթառաջը, Տրնդես, Տանդարեջ, Տնդալեշ, Տարինջ, Տարինջ, Դարդարանջ, Դորոնջ, Մելետ եւ այլն։ Հին հայկական այս տեսը տոնվել է մեծ շուքով ու հանդիսավորությամբ։ Այդ օրը վաղ առավոտյան մեծահասակ կանայք կաթով ու շաքարով փոխինդ են շաղախել, պատրաստել փոքրիկ գլանիկներ ու բաժանել տնեցիներին։ Գլանիկները կոչվել են դումբրուկներ։ Տոնի օրը պարտադիր փոխայցելություններ են կատարել խնամիները։ Նոր նշանած տղա ունեցող ընտանիքը զանազան նվերներով ու քաղցրեղենով այցելել է հարսնացուի տուն, իսկ նորահարս ունեցող ընտանիքին այցելել են հարսի հարազատները, դարձյալ իրենց հետ տանելով նվերներ, ընկույզ, չամիչ, աղանձ ու փոխնդե գնդեր։ Կեսօրից հետո բակում սկսել են վառել կրակը, որպես կանոն խարույկի դեզը պատրաստել են նորափեսաները։
Խավոր կնոջ, սկեսուրի եւ փեսայի քույրերի ուղեկցությամբ նորահարսին բակ են իջեցրել եւ խարույկի շուրջ պար բռնել։ Կրակի մեղմանալուն հետ սկսվել են կրակ թռուկները։ Հայկական մի քանի շրջաններում տրնդեզի կրակի վրայից առաջինը թռչելու իրավունքը վերապահվում էր նորապսակներին, որոշ գյուղերում տան մեծահասակին։ Իսկ ամուլ կանայք այդ կրակով այրում էին իրենց զգեստի քղանցքը պատղավորվելու մեծ հավատով ու ակնկալիքով։ Տոնիցիսական համակարգը լրացնում են բազմապիսի գուշակությունները։ Օրինակ, երիտասարդ տղաներն ու աղջիկները փոխինդի գնդերից մի կտոր դնում էին երթիկին, ծառի ճյուղին կամ ցանկապատի ծայրին ուշադիր հետևելով, թե աղավնին կամ ագրավն այն դեպի որ կողմն է տանում։ Ենթադրում է, որ հենց այդ կողմից է գալու հարսնացուն կամ փեսացուն։ Տրնդեզի գուշակությունների մեծ մասն անմիջականորեն կապված էր հենց խարույկի ծխի հետ։ Հին հայերը հավատում էին. ծուխը, որ կողմ թեքվեր, այդ կողմում գտնվող արտերը ավելի բերքարատ էին լինելու։ Տրնդեզի հետ կապված կար ծիսական մաքրություն անելու ավանդույթ։ Հայ կանայք մաքրում էին տան անկյունները, մարագը, փարախը հավատալով, որ կուտակված աղբի մեջ բնակվում են չար ոգիներ։ Նրանք աղբը լցնում էին պարկի մեջ, տալիս խրտվիլակի տեսք ու այրում։ Այդպիսով կրակին տալով տան չարիքն ու ցախորթությունը։ Հիվանդություններից ազատվելու նպատակով շատերն այդ կրակի մեջ այրում էին իրենց մազի ծայրը։ Իսկ եթե պատահաբար այրվում էր չամուսնացած աղջկա հագուստի քղանցքը, նշանակում էր, որ նա այդ տարի անպայման պետք է ամուսնանա։ Մենք տարբեր կուրսեր էինք ընդունվել ու երկրորդ կուրսում, երբ որ առաջի կուրսը ավարտեցինք, երկրորդ կուրսում Վիլենի կուրսի ղեկավարը կամ մեր քննությունը նայեց, ինձ կանչեց, ասեց, ուզում եմ, որ դու գաս իմ կուրս, բայց որպեսզի սուբարդինացիան, այսպես ասած, չխախտվի, ասեց դու քո կուրս ղեկին ասա, որ իմ ընկերը իմ boyfriend-ը այն կուրսում է, ես դրա համար եմ ուզում գնամ այն կուրս, ասի, բայց ինքն իմ boyfriend-ը չի, ասեց ոչինչ, դու տենց ասա, որ դասախոսը ճիշտ հասկանա, որ չմտածի, որ ինչ որ ուրիշ բան կա, ասի, լավ, ու տենց գնացի, ասի, գիտեք իմ ընկերը այն մյուս կուրսում է, ես ուզում եմ գնամ, որ մենք իրար հետ նույն կուրսում լինենք, ու փաստորեն ես իմ վերանով իմ ճակատագիրը, հա, որոշեցի, ասեցի ու այդպես էլ եղավ, իհարկե էլի չեղավ, մենք 3 տարի սովորեցինք ու սկսեցինք ընկերություն անել մենակ այն ժամանակ, երբ որ արդեն ավարտում էինք ինստիտուտը, մնացել էր մեզ երևի մի 10 օր, արդեն դիպլոմային ներկայացումներն էր ու այդ օրն էլ երբեք չեմ մոռանա, մենք արդեն ինչ-որ տենց ընկերություն էինք անում, բայց նույնիսկ կուրսում ոչ մեկ չգիտեր դրա մասին ու դիպլոմային ներկայացման փորձերի ժամանակ մենք կուլիսներում ինչ-որ մութ անկյունում կանգնած էինք, Վիլեն ինձ գրկել էր ու մեր կուրս ղեկը փորձ էր անում, ասած անցավ կուլիսի կողքով, հետո հետ եկավ, ասած նայեց, այս ինչ նորություն էր, հա։ Ու տենց, հետո ավարտելուց հետո մի ամիս կամ 2 ամիս հետո ամուսնացանք ու մինչև այսօր միասին ենք։ Որքան ինքնատիպ են ազգերի սովորույթները, այնքան հետաքրքիր են նաև տոնի նրանց խորհրդանիշներն ու նվերները։ Օրինակ, հայերիս մոտ ընդունված կարգ է եղել, որ խնամախոս կամ հարսնատես գնալիս փեսացուի մայրն իր ձեռքում մի քսակ է ունեցել, լցված լեբլեբիով, ովված սիսերով։ Այն ուներ բարենպաստ խորհրդանշական նշանակություն եւ մեղմում էր հանդիպման մթնոլորտը։ Որբին գխնամեինք, որ մարդ թարնա։ Բայց կսեն թե փալանչի դարձած է, իրավ է։ Խանım, ամեն արհեստել բադվավոր է, թորիգս քաղաքը գքով է։ Ձերքինը տեսար, նայի։ Որտեղ կա սեր, այնտեղ ծնվում է ընտանիք, ամենակայուն ու սրբազան միությունը։ Հայ ազգի համար ընտանիքը պարզապես համատեղ կյանք չէ, այլ արժեքների, դավանանքի եւ ինքնության կրող միավոր։ Այն միշտ եղել է մեր ուժի աղբյուրը, թե խաղաղության, թե փորձության ժամանակ։ Սերը երբեմն գալիս է աննկատ, մի հայացքով, մի սովորական օր, մի սովորական պահի, բայց պահն այդ դարձնում է վճռորոշ ու ճակատագրական։ Այն որպես կանոն իր շարունակական ավարտն ու նոր սկիզբն է գտնում ընտանիք կազմելիս։ Ընտանիքի դերակատարումը հայոց մեջ չափազանց կարևոր է։
այն ազգի ինքնության կրողն ու բաղկացուցիչ միավորն է։ Հետաքրքիր է, միևնույն պատմությունն ու կյանքն ապրող մարդիկ այդ նույն պատմությունն ու կյանքը նկարագրում են տարբեր ձևերով։ Երևի հենց սա է սերը, նույն ընտրության մեջ տարբեր զգացողություններով։ Այսօր կպարզենք, թե մեր հաղորդման հյուրերն ինչպես են գտել իրար եւ ինչպես են հասկացել, որ հասունացել է ընտանիք կազմելու իրենց ժամանակը։ Մենք ընտրել ենք մասնագիտությամբ դերասան զույգերի։ Որտեղ եք ծանոթացել։ Ինչ պայմաններում։ Դասախոսի տանն ենք։ Այն ժամանակ առաջին անգամ եմ հանդիպել Էմմային։ Բայց հա, ինչ որ ներքին զգացողություն կար, որ հնարավոր է ինչու՞ չէ։ Ես ու Մանոն իրար հանդիպել ենք ընդունելության քննությանը Թատերական ինստիտուտում, բայց երկար տարիներ, 5-6 տարի, եթե չեմ սխալվում, 5 տարի, մեր մոտ նույնիսկ մեր մտքով չի անցել, որ մենք կարող ենք լինել ընկերներ, այսինքն ընկերներ որպես զույգ։ Բայց եկավ մի գեղեցիկ օր, պահը հասունացավ եւ հասկացանք, որ մենք իրար կես ենք։ Ամեն ինչ սկսվեց մաստակից, տեսել էի, որ արդեն երկրում չի ինչ-որ Ռուսաստանից նկարներ էր տեղադրել, ես այդ ժամանակ արդեն չունեի գողակից եւ գրեցի ասեցի հետ գալուց ինձ ծամոն կբերես, դա եղավ ճակատագրական, որովհետեւ հենց այդտեղից սկսվեց մեր զրույցը, այսինքն առաջին խոսողը ես եմ եղել, խոսացնողը ես եմ եղել, կարելի է ասել, մաստակը ուզելը դարձավ ինձ եւ Ռուզաննայի համար հավանաբար ճակատագրական։ Ամիսներ անց սկսեցինք արդեն շփվել, որն էլ վերածվեց մեծ սիրո ու ամուր ընտանիքի։ 10 տարի, հետաքրքիր ճարակ անցնում ժամանակ։ 10 տարի։ Զբոսնում էի ընկերուհուս հետ, որոշեցինք գնալ իր ընկերներից մեկի փոքրիկ սրճարան ունեին Բացօթյա, այդտեղ պաղպաղակ ուտելու ու շատ պատահական ծանոթացա Կարոյի հետ։ Ու այդ ժամանակ առաջարկ եղավ նաև իր ընկերուհու կողմից, իրանք այդ ժամանակ դերասան էին փնտրում ներկայացման համար, տեղադերասան։ Ու մեր ծանոթության ու խոսակցության ընթացքում ինձ առաջարկ եղավ գալ մի հատ փորձել, տեսնել ներկայացման մեջ կստացվի իմ մտնելը թե չէ։ Ու առաջին հերթին իմ համաձայնությունները համար տվեցի, որ ուզում էի Սիրանուշին ավելի մոտիկից ճանաչել, ավելի շատ շփվել իր հետ։ Ու այդպես համաձայնվեցի, գնացի թատրոն, Բոհեմ թատրոն, այդտեղ սկսվեց ներկայացման փորձեր, որտեղ էլ հենց բախտի բերմամբ թե պատահմամբ Սիրանուշին նշանակեցին ինձ որպես փորձավար, այսինքն ինտեգրացումը պիեսին եւ կերպարին պետք է Սիրանուշի հետ աշխատեի ու այդպես սկսվեց մեր գեղեցիկ ու հետաքրքիր տարօրինակ սիրո ճանապարհը։ Կա մի պահ, որ մինչ այսօր հիշելիս հուզվում ես։ Չպատմես։ Դե չէ դե որ ասպավ։ Ասկելում ամենից պատ։ Հանրապետությունով մեկ հայտարարական։ Լավ, մենակ առաջինը պատմեմ, են մյուսները Չէ, մի պատմի, չէ, դու մի պատմի։ Անկեղծ ինքը չի հիշում։ Հիշում եմ։ Հա? Բայց մի պատմի։ Դուրս կգնամ։ Տնից։ Տնից կգնամ։ 15 տարի անց գնամ։ Չէ, հանրամասները չենք պատմում։ Շատ այդպիսի իրավիճակներ կան, նույնիսկ այդպիսի տեղեր կան, որ գնում ենք, հիշում եմ, որ այս մի 10 տարի առաջ հենց այստեղով էինք քայլում։ Բայց ուզում հիշեմ առաջին անգամ որտեղ եմ սեր խոստովանը։ Դրսում։ Այգում։ Դրսում ավանք։ Փողոցում։ Ինչ կա, որ երբեք չես ասել նրան, բայց հիմա ուզում ես ասել։ Դու ինձ համար դեռ մաստակ չես գնել Ռուզաննա, սա հրաշալի առիթ է այդ բացը լրացնելու։ Անդադար ուզում եմ ասել, որ ես Վահանին շատ եմ սիրում։ Չունեմ ես իրան ասել, որտեղ ես ամեն օր իրան ասում եմ, ինչ ուզում եմ ասել։ Կարևոր մի բան, որ ես քեզ սիրում եմ։ Միշտ, այսօր, վաղը եւ միշտ։ Աստծո կամոք մեզ դեռ շատ երկար ճանապարհ է սպասում ու կան բաներ, որոնք ես պահել եմ այն ամենավերջին տարիների համար։ Դրա համար այո կան, իհարկե շատ կան, բայց այսօր էլ չեմ ասի։ Շատ բան, երկու բառով չես ասի։ Մանավանդ երբ ապրում ես մարդու հետ, որը 15 տարի քո կողքն է։ Շատ բան։ Այն ինչ որ ես մտածում եմ, ես բարձրաձայնում եմ, որովհետև ես ուզում եմ ինքը միշտ իմանա, չմոռանա, թե ինքը ինչ դեր ունի իմ սրտում։ Եթե ձեր պատմության մասին ֆիլմ նկարահանվեր, ինչ ժանրում կլիներ այդ ֆիլմը։
դրամա, մելոդրամա, թրիլլեր, սարսափ, կատակերգություն, բոլոր ժանրերը տեղավորվում են մեր հարաբերությունների մեջ, իդեպ օրվա տարբեր ժամերի։ Երևի մելոդրամա։ Դետեկտիվ, կոմեդիա եւ սիրային դրամա։ Մի փոքր ճակերտների մեջ ասած դետեկտիվ, մի փոքր սիրային, մելոդրամա, այդպես։ Մեր համատեղ կյանքում եւ ողբերգական ինչ-որ դրվագներ են եղել առանց պաթոսի եւ շատ ծիծաղելի երջանիկ բայր են եղել ու շարունակում են։ Դրամա հաստատ չէր լինի, ինձ թվում է ավելի մոտիվացիոն։ Նոր ժանր, որի անունը կարելի է դնել լավագույն ժանր։ Ինչ է սովորել սիրելուց։ Միասին լռել են սովորել օրինակ, որը շատ դժվար է։ Ինձ մի հատ շատ խելացի մարդ ասեց, որ դու սիրում ես ոչ թե այսօրվա համար, այլ դու սիրում ես քո ծերության համար։ Մեր սերը ինձ ուղղակի ամեն վայրկյանը լցնում է բովանդակությամբ իմ կյանքը։ Ես զգում եմ կյանքը, զգում եմ ապրելս։ Սերը ինձ դարձրեց ավելին։ Համբերություն, որը ես չունեի, համբերություն տվեց սերը։ Իմիջիալոց դրա մեղավորը Վահանն է, որովհետև ինքը շատ համբերատար է, շատ զուսպ է, դա ինձ պակասում էր։ Ով է առաջինը սիրահարվել։ Ինձ թվում է դու։ Դու։ Արի Չինգաչունյանը։ Այ։ Տեսար։ 3-ից չէ՞։ Հա լավ, ես եմ առաջինը սիրահարվել, թող լինի այդպես։ Ես ասացի, որ ես եմ առաջինը սիրո խոստովանություն արել, որը շատ նորմալ է թվում։ Շատ անսպասելի, չափից շատ անսպասելի։ Գիտեի, որ հավանում է այնպես է, ես էլ էի հավանում, եթե շփվում եմ, նշանակում է հավանում եմ, բայց որ այդպես մի անգամից շատ անսպասելի ասել, որ սիրում եմ քեզ, այդ իսկապես շատ անսպասելի էր, որովհետև դրանից հետո ես երկար ժամանակ դեռ շարունակում էի մնալ նույն կետում, սպասում էի, որ մի փոքր էլ ավել մոտս հասունանա պահ, որպեսզի ես էլ կարողանամ այդ նախադասություններն ասել։ Ես երկար եմ մի քիչ սպասել ես քեզ սիրում եմ։ Յուրաքանչյուր իրական սեր անպայման անցնում է փորձության միջով։ Մենք չենք հարցնում, եղել են արդյոք դժվարություններ։ Մենք հարցնում ենք, ինչը ստիպեց ձեզ մնալ իրար կողքին, շարունակել ու չհանձնվել։ Մի երկու անգամ է եղել, որ տենց ինչ-որ չարը մտել էր մեր մեջ, այնպես որոշել ենք, որ պոզերով պիտի կռվենք իրար։ Բայց շատ արագ էլի մի քանի օրվա մեջ բրծավ գնաց։ Մի անգամ շատ ինչ-որ փիս կռվել էինք, դեռ ամուսնացած չէինք այդ ժամանակ, ինչ-որ շատ փիս կռվել էինք ու ես որոշել էի, որ վերջ մեր հարաբերությունների, ես իրան երբեք չեմ ների, այդպես մի քանի օր ինչ-որ չէի պատասխանում զանգերին, հետո պատասխանեցի, ասաց խնդրում եմ կգաս կենտրոնում ինչ-որ տեղ պիտի հանդիպենք, ուղղակի վերջի անգամ ես քեզ բան ունեմ ասելու ու վերջ, ասի հա կգամ ու այդպես կանգնած էի չեմ հիշում, որ փողոցներ կենտրոնում, եկել եմ վերևից տեսնեմ Միլենը գալիս է ասենց մեծ արջուկով ու արջուկն էլ շատ անհարմար է բռնել ասենց տակից ու իր երկուսով քայլում են այդ արջուկի գլուխը ասենց է լինում ոտքերը ասենց ու ինքան այդ պահին ինքը ինքան մեծ էր, բայց ինքը ինքան անօգնական էր ու ինքան ծիծաղելի էր այդ պահը, որ ինքը այդ արջուկով գալիս էր մինչև հասավ տեղը ես իրան արդեն ներել էի։ Դե բնականաբար դժվարություններ եղել են եւ վստահ եմ, որ դեռ ապագայում էլ կլինեն դժվարություններ, որովհետեւ կյանքը առաջագնում իր հետ բերելով առաջադրվող հանգամանքներ, որոնց պետքա դիմակայել եւ այո, եղել են այդպիսի դեպքեր, որ հասկացել ենք շատ մեծ դժվարություն ենք անցնում, նույնիսկ եղել է, որ ընդհուպ որոշել ենք միմյանցից առանձին անցնել այդ դժվարությունները, բայց չենք հասել վերջնական դրա իրագործմանը, որովհետեւ սիրում ենք իրար, ինչպես չմնալ միասին։ Այո։ Սիրում ենք, չէ՞։ Իհարկե։ Սիրում ես, չէ՞։ Շատ։ Տերես։ Հնազանդ։ Ապրես։ Անգամ եթե ինչ-որ դժվար պահ է եղել, որը թվում էր թե անանցանելի է, միշտ մի փոքր հույսը եղել է։ Միշտ ինձ մոտ ամեն դեպս այդպես է եղել։ Ինձ մոտ ուղղակի պահի տակ թվացել է, որ այլ հույս չկա, որովհետև իր վիճակից այդ պահին ելնելով մտածել եմ դե այդ ինչ պետք է լինի, որ ինքը ասենք օրինակ ինձ ների, բայց ինքը իր մեջ գտել է այդ
ուժը եւ հասկացել է ինչու պետք աների, որովհետեւ սիրում է։ Այսինքն ես ինչ էլ որ այդ պահին ցույց եմ տվել, որ յետդարձի ճանապարհը այլևս չկա, միշտ ինչ որ միտեղ այդ Դե ես էլ եմ հասկացել, որ այն մեկը 1% է, էլի։ Բայց անելանելի պահ եղել է, որ ինձ թվացել է, որ անդառնալի է արդեն։ Չէ, ասում եմ քո համար, հա, բայց իմ համար չէ։ Սերը նախ եւ առաջ գոհությունն ու երախտագիտությունն է։ Շնորհակալ լինել ունեցածի, վաստակածի, հաղթածի ու պարտվածի համար։ Շնորհակալ լինել միմյանց ներկայությունը հաշտորեն կիսելու ու այն ընտանիքի համար, որ վերից նվեր է ամեն մեկիս։ Այժմ հասունացավ մեր մասնակից զույգերին նվիրել այն անակնկալները, որոնք պատրաստել ենք սիրո տոնի համար, բայց միջ այդ մի քանի փորձություն։ Ծրարների մեջ գրված են սիրո մասին մեջբերումներ համաշխարհային դրամատուրգիայից։ Սարգսի եւ Մանոյի խնդիրն է գուշակել հեղինակին կամ պիեսի վերնագիրը։ Սա արդեն մեջբերում չէ, այլ սիրային ճանապարհի մեկնարկ։ Բարի գիշեր, բաժանումն այնքան քաղցր վիշտ է։ Եթե չեմ սխալվում, որովհետև ժամանակին ինստիտուտում հիշում ես, մենք սովորում էինք, չնայած իրար հետ չխաղացինք, բայց ես հուշեմ, տեսնում Սարգիսը կհիշի, թե չէ, օ Ռոմեո։ Դեղա, որ ասում ես Ռոմեո Ջուլիկն էլ կողքն է։ Իմ միակ սերը ծնվեց իմ միակ ատելությունից։ Միակ սերը ծնվեց իմ միակ ատելությունից։ Կարող է նույնն է Ռոմեո Ջուլիետ։ Հա՞։ Իմ միակ սերը ծնվեց իմ միակ Միակ սերը ատելությունից։ ծնվեց միակ ատելությունից։ Չեմ կարծում, որ նույն հեղինակին դնեն։ Լսի։ Արինայի։ Այո։ Ինչ։ Դու ճիշտ էի։ Ռոմեո Ջուլիետ։ Դե կարա պրինցիպի լիներ իմ միակ սերը ծնվեց իմ միակ ատելությունից։ Կասկածիր, թե աստղերը կրակ են, կասկածիր, թե արևը շարժվում է, բայց երբեք մի կասկածիր իմ սիրում։ Կասկածիր, որ տակը չի երևում, ով է։ Հա։ Չէ։ Հələ դեռ տեսնեմ։ Այդ արդար չի լինի, չի երևում։ Չի երևում։ Հələ ասա Համլետ։ Համլետ։ Հա։ Հա, Համլետ։ Տեսնում եք, դե լավ է էլի, որ լավ է։ Լավ է էլի, որ լավ է։ Կասկածիր, թե աստղերը կրակ։ Ես ծնվել եմ ոչ թե ատելու, այլ սիրելու համար։ Հələ։ Արի Օթելո ասենք հələ։ Ինձ թվում է Օթելո։ Օթելոն է։ Սոֆոկլես Անտիգոնե։ Դեսի։ Ոչ։ Եվ ես Մենք ունենք մի րոպե 3 ճիշտ պատասխան, այսինքն մեզ մնացել է ընդամենը մեկը անակնկալը ստանալու համար։ Երբ ես դադարեմ քեզ սիրել, թող քանդվի աշխարհը։ Արի Օթելո, թող լինի։ Մինայի։ Օթելո։ Օթելո։ Սերը չի հարցնում, սերը գալիս է ու մնում է։ Այդ ես եմ գրել։ Քո մասին է ես։ Քո մասին է։ Նվեր, ուղևորություն Հայաստանում։ Շնորհակալություն։ Կարոյե եւ Սիրանուշի համար պատրաստել էինք ընթրիք երեկո։ Հաճելի ու օգտակար է, երբ ամուսիններն ունենում են ժամանակ վերարժևորելու եղածն ու ապրածը։ Դե արի գնանք տեսնենք։ Ահա կան։ Արի։ Ձեր տիկին Մանուկյան։ Գնացինք։ Ինչ է հարկավոր երկար տարիներ իրար կողքի, միմյանց հետ մեկ ճանապարհ ընթացող մարդկանց։ Իհարկե, սեր երաժշտության լեզվով։ Վիլենի եւ Էմմայի համար անակնկալն այդպիսին էր։ Ռուզաննայի եւ Վահանի համար անակնկալը չուշացավ։ Նրանց առջև դրված են եղել սրտե թղթիկներ ու 2 գրիչ։ Ամեն մեկը գրել է 3-ական խոստում եւ ստանձնել պարտավորություն այն իրականացնելու համար։ Խոստանում եմ հնարավորինս նորմալ ժամերի քնելու։
Լավ չի։ Քո ուզածը չի։ Հիմա իմ հերթն է։ Լավ։ Խոստանում եմ քեզ սիրել կյանքիս վերջ, մինչև։ Մինչև կյանքիս վերջ։ Իսկ այլ տարբերակ կար։ Ես այդքան ռոմանտիկ չեմ։ Ֆիքսվեց դա կարևորը, որ դու խոստովանեցիր, որ դու այդքան ռոմանտիկ չես։ Ամեն դեռ առջևում է։ Անցնենք հաջորդ խոստմանը, խնդրեմ։ Ես սա պահելու եմ որպես ապացույց։ Խոստանում եմ հետ այսու շատ խոստումներ տալ ու կատարել։ Ռոմանտիկ էր, չէ՞։ Ռոմանտիկ էր, չէ՞։ Հիմա իմ։ Խոստանում եմ ավելի հանդուրժող լինել։ Չեմ հավատում։ Չեմ հավատում։ Հաստատ, սա ավելի սրտիս մոտ եմ պահում։ Հա։ Խոստանում եմ քեզ հետ կիսել բոլոր դժվարությունները։ Ես համաձայն եմ։ Իմ դժվարությունները թե քո։ Հա, այդ շատ կարևոր է, որովհետև քո դժվարությունները, այո, ես պատրաստ եմ կիսելու, որևէ խնդիր չկա։ Հիմա ես։ Այո։ Խոստանում եմ վերջապես մի անգամ Հայաստանի հեռու վայրում ճամփորդել։ Հա։ Հա, չէ, այդքան խոստանում եմ ու չի ստացվում զբաղվածությունից ելնելով, բայց երևի թե կգտնի։ Շատ արագ անել։ Դե, լավ, շատ արագ, հիմա վերջացնենք գնանք։ Ես կպահեմ։ Դե պահի։ Ես կպահեմ։ Բարի։ Որոշեցինք թեթևացնել Վահանի բեռը եւ ինքներս իրականացնել նրա խոստումներից մեկը, նվիրելով նրանց ուղևորություն Հայաստանում։ Շատ շնորհակալություն։ Ես ուզում եմ, որ իմ բոլոր խոստումները շատ շուտ այսքան արագ դառնան իրական։ Իմանայի շատ ավելի լուրջ բաներ կխոստանայի։ Խնդրեմ, Ռուզաննա, պատկերացնում ես։ Շնորհակալություն։ Տես, շնորհակալություն, շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին։ Ես կարող եմ ողջունել։ Ողջունում եմ։ 4 տարբեր պատմություն, 4 տարբեր ընթացք ու ճանապարհ, բայց հյուսված միևնույն երևույթի սիրո շուրջ։ Այն ունի իր տարբեր դրսևորումները, բայց նույն ընտրությունն է։ Ընտրություն լսելու, ներելու, մնալու ու միասին առաջ ընթանալու։ Եվ գուցե հենց այս ընտրության մեջ է սիրո ամենամեծ տոնը, որը ոչ թե մեկ օրվա, այլ ողջ կյանքի համար է սահմանված։ Սիրեք իրար, շատ սիրեք, որովհետև սերը միակ զգացմունքն է, որ մեզ հետ երկինք է գնալու։ Կհանդիպենք։